Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ մեզ միացած բոլոր մեր քույր եղբայրներին։ Բարդ Տիրոջ այսօրվա համար, բարով ենք եկել Տիրոջ տունը։ Ես հավատում եմ, որ մեկտեղ հավաքվելու մեջ մեծ զորություն կա եւ ավելին ասեմ, միաբան աղոթքի մեջ մեծ զորություն կա, երբ Տիրոջ զավակները, Տիրոջ ժողովուրդը հավաքվում են եւ հավատացած եմ բոլորիս նպատակը սրանումն է կայանում, որ այս ամենի մեջ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ այսօր եկել ենք իր կամքի մեջ, իր խոսքին համաձայն մեկտեղ հավաքվելու եւ ինչպես մեր Տերն է ասում, որտեղ երկուսը եւ ավելին կհավաքվեն, ես այնտեղ ներկա եմ։ Այսօր Տերը այստեղ ներկա է, փառ Տիրոջը իր ներկայության համար։ Մեր ծառայությունների ժամերը Կիրակի օրը ժամը 12:00-ին հավաքվում ենք Էջմիածին քաղաք, Մաշտոցի 48 հասցեում։ Չորեքշաբթի օրերին հավաքվում ենք այստեղ Երևան քաղաք, Շերամի 88 18:30 եւ շաբաթ օրերը Գյումրի քաղաքում 12:00-ին Մանուշյան 10 դրոպ 2 հասցեում եւ հորդորս են մարդկանց, ովքեր Գյումրիում են, այս շաբաթը մեր մոտ տոնական շաբաթ է, շաբաթ Կիրակի օրերին նշելու ենք մեր Տիրոջ բառայեղ հարության տոնը եւ շաբաթ օրը պատիվ կունենանք, հովիվը մեզ խոսքի բաժնում կծառայի, հորդորս է որ գաք եւ մասնակցեք։ Շատ լավ, փառ Տիրոջը։ Միաբանվելու ենք, աղոթելու ենք հիմա մեր քույրերի եղբայրների համար, մեր հոգսերի համար եւ նաեւ առցանց մեզ գրող շատ ունենք կարիքներ, շատ ունենք հոգսեր, մարդիկ կան, որ գրում են, որ ընտանիքում ունեն մարդիկ, հարազատներ, ովքեր դեռ ապաշխարած չեն, իրենց ապաշխարության համար մարդիկ կան, առողջական խնդիրներ ունեն, մարդիկ կան, որ ինչ-որ բաներից կապված են, կախված են, Տիրոջից ազատագրություն են խնդրում, ազատագրության կարիք ունեն եւ մենք այսօր միաբանվելու ենք, միասին աղոթելու ենք այդ մարդկանց համար եւ մինչ աղոթքը Չարլզ Սպերջենից մի խոսք եմ ուզում մեջբերում անել. Փոքր հավատքը ձեր հոգին երկինք կհասցնի, բայց մեծ հավատքը երկինքը կբերի ձեր հոգու մեջ։ Սիրելի քույրս, եղբայրս, երկնքից ինչ-որ բան առնելու պայմանը հավատքն է։ Տեր Հիսուսը մեզ սովորացնում էր, ասում էր. միայն հավատաս, սա կլինի, միայն հավատաս, նա կլինի։ Այ որ հավատաք, սա կանեք։ Երբ որ ես մասին էի մտածում, հիշեցի, երբ Պետրոսը երկմտեց, ջրերի վրա քայլում էր, Տեր Հիսուսն ասաց. ինչու երկմտեցիր։ Գիտեք, մեզ մեր կյանքում շատ բաներից են մեր առօրյա լեզվով ասեմ, հետ գցողը մեր երկմտությունն է։ Մեր կյանքում շատ ոչ ցանկալի իրավիճակներ, որ հայտնվում են, մեր երկմտությունն է։ Գիտեք, մենք Տեր ունենք երկնքում, որ ամենակարող Աստվածն է։ Ու ոչ թե մեր հավատքը պիտի լինի նա, որ Աստված գոյություն ունի, այլ նա, որ մեր Աստված ամենակարող Աստված է։ Մեր Աստված ջրերի վրայով քայլող Աստված է։ Մեր Աստված մեռելներ հարություն տվող Աստված է։ Եվ այսօր թող հավատքդ զորանա, որովհետև երկնքից եթե ուզում ենք ինչ-որ բան առնել, պետք է առնենք մեր հավատքով։ Եվ այսօր այն ամենը ինչ որ կա քո կյանք, այն ամեն խոչընդոտները, այն ամեն իրավիճակները, որ հայտնվել են քո կյանքում եւ փորձում են քեզ տկարացնել, փորձում են քեզանից գողանալ քո հավատքը։ Այսօր կանգնիր այդ ամենի առաջ, ասա. Տեր ունեմ երկնքում, որ ամենակարող Աստվածն է։ Ես հավատում եմ իր մահվանը, հավատում եմ իր հարությանը, հավատում եմ իր զորությանը։ Եվ այսօր ինչ իրավիճակում էլ որ կամ, իր համար անկարելի բան չկա։ Նա ինձ կարող է հանել իմ իրավիճակից, նա ինձ կարող է բժշկություն տալ, եւ Տեր Հիսուսը կասի միայն հավատաս։ Սիրելի քույրս, եղբայրս, միայն հավատաս։ Մեր Աստծո համար անկարող բան չկա։ Միայն հավատանք եւ իր կամքի մեջ խնդրենք, այն ինչ որ կխնդրենք։
Տեր Հիսուսը շաբաթ օրը, շաբաթ կիրակի օրը հարության օրն է եւ գիտենք պատմությունը Տեր Հիսուսին երբ տանում էին խաչելության դրա մեկ օր առաջ Գեթսեմանիում աղոթք էր անում Տերը անբացատրելի դժվար ժամեր ունեցավ անգամ խոսքում ասում է որ իր քրտինքի հետ արյուն էր հոսում եւ աղոթում էր մի բան ասում էր հայր եթե քո կամքն է թող այս բաժակը հեռանա ինձանից բայց թող քո կամքը լինի այո մեր իրավիճակներում շատ անգամներ մենք ուզում ենք ուղղակի ազատվել այդ ամեն ինչից ուզում ենք ուղղակի այդ ամեն ինչը հեռանա մեզանից բայց մեկ բան պետք է սովորենք որ իր կամքը խնդրենք որովհետեւ բարի է իր կամքը եւ գիտեք ինչա գրված հետո Բայց եւ հրեշտակները եկան եւ զորացնում էին իրեն։ Հավատացած եղիր, Աստծո կամքի մեջ լինես, Տերը զորացնելու է քեզ։ Տերը ուժեղացնելու է քեզ, որովհետեւ Աստծո խոսքն ասում է ուժից վեր փորձություն չեն տա։ Հավատա որ Տերը քո հետ է, հավատա որ Տերը զորավոր է ու քո բարին է ցանկանում հայրը։ Եկեք միաբանվենք, աղոթենք նաեւ մեզ արցանց գրող քույրեր եղբայրների համար որ Տիրոջ միջամտությունն լինի, Տիրոջ ողորմությունը լինի։ Փառքես Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար հայր։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ես տվել մեկ օր եւս կյանք ես տվել քո առջև երևալու Տեր իմ Աստված։ Եվ եկել ենք քո առջևը Տեր, հավատում ենք Տեր իմ Աստված։ Հավատում ենք, որ դու ամենակարող Աստվածն ես։ Հավատում ենք, որ դու զորավոր ես Տեր։ Դու փառավոր ես Տեր իմ Աստված։ Դու հայրն ես, որ երկնքում ես ու գիտես ամեն քո զավակի կարիքն ու հոգսը Տեր իմ Աստված։ Քո առջև են բերում են մարդկանց, ովքեր խնդրում են իրենց հարազատների, իրենց բարեկամների ապաշխարության համար Տեր իմ Աստված։ Դու ամեն մեկին գիտես իրանց կյանքում, իրանց ընթացքում Տեր։ Ամեն մեկի համար զոհ արեցիր, որովհետև թանկ են քո համար Տեր։ Եվ բացարձակ ոչ մեկի մեռնելը չես ուզում Տեր իմ Աստված, այլ ուզում ես, որ ապաշխարեն գան դեպի քեզ։ Խնդրում եմ, որ լուսավորես այդ մարդկանց միտքը Տեր իմ Աստված։ Ինչպես մենք ենք մի ժամանակ խավարում եւ բերեցիր քո լույսի մեջ Տեր, այնպես էլ այսօր ողորմությունը տանես Տեր։ Անձդ հայտնի անես իրանց կյանքերում Տեր իմ Աստված, որ տեսնեն, որ դու ես միակ կենթանի փրկության ճանապարհը Տեր իմ Հիսուս։ Որ չկա մեկ ուրիշ փրկության միջոց Տեր, միայն քեզ հավատալով, միայն քո անվանը հավատալով, միայն քեզ վստահելով կարող ենք հավիտենական կյանք ունենալ Տեր իմ Աստված։ Եվ այո իրենց կյանքերը բերեն քո առջևդ ապաշխարությամբ գան Տեր, եւ դու ել կմաքրես իրենց ընթացքը Տեր, ողորմությունդ կանես հավատացած ենք Տեր իմ Աստված։ Տեր խնդրում ենք այն մարդկանց համար, ովքեր հիվանդություն ունեն, տկարացել են Տեր իմ Աստված։ Տեր ձեռքդ հպես Տեր իմ Աստված, ձեռքդ ուղես Տեր, ողորմությունը տանես Տեր, որովհետև գիտենք, որ քո զորությունը չի պակասել Տեր։ Հպվես իրանց կյանքերին, հպվես իրանց մարմիններին Տեր իմ Աստված, այն հավատքը տաս, որ հավատքով լեռները կշարժեն իրենց կյանքերում Տեր։ Եվ այն ժամանակավոր տկարությունը, որ եկել է իրենց կյանքում Տեր իմ Աստված, թող Հիսուս անունով հաղթող լինեն։ Թող Հիսուս անունով բժշկություն գա իրենց կյանքերում Տեր իմ Աստված, եւ իրենց բժշկությունը թող քո անունը փառավորի Տեր իմ Աստված, որովհետեւ մենք տկար ենք Տեր ինչ որ բանին ասելու այստեղից վեր կաց եւ այնտեղ գնա, բայց քո անունով ամեն բան հնարավոր է։ Հիսուս անունով ամեն բան հնարավոր է Տեր իմ Աստված։ Տեր խնդրում ենք այն մարդկանց համար, ովքեր մտքեր են ընդունել իրենց կյանքում Տեր, շփոթության մեջ են գնացել Տեր իմ Աստված։ Հպվես իրանց մտքերին Տեր, թող հեռանա այն ամենը ինչ որ քեզանից չի Տեր։ Թող կատարյալ խաղաղություն գա իրանց կյանքերում Տեր։ Թող նորոգություն գա մտքի Տեր իմ Աստված, որ մտածեն այն ամենը ինչ որ քո կամքի մեջ է։ Մտածեն այն ամենը ինչ որ բարի ու կատարյալ է Տեր իմ Աստված։ Թող հեռանա այն ամենը ինչ որ հեռացնում է քեզանից Տեր։ Ամենում թող քո փառքը երևա, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։